Մոլորակի ամենահին լեզուներից մեկով դեռս խոսող 1300 մարդկանցից միայն 300-ն են ամեն օր արթնանում, չիմանալով, թե արդյոք կուտեն, ոչ թե աղքատության պատճառով այն իմաստով, որ դուք գիտեք, այլ նախնիների ընտրությամբ։ Հադզաբեները 50,000 տարի ապրում են նույն ծով, նույն հողերում, որսալով նույն կենդանիներին նույն տեխնիկայով, վայրի խոզեր, անտիլոպներ, բաբուիններ, այս ամենը սպանվում է ճյուղերից պատրաստված աղեղներով մահացու թույնի մեջ թաթախված նետերով։ Դուք պատրաստվում եք մուտք գործել վերջին կենդանի լաբորատորիան, թե ինչպես է մարդկությունը գոյատել նախքան գյուղատնտեսության գյուտը, եթե դուք սիրահարված եք վայրի կենդանիներին իրական վավերագրական ֆիլմերին, մի հեռացեք այս տեսանյութից։ Դիտեք մինչ վերջ, հիմա բաժանորդագրվեք ալիքին մեկնաբանեք, թե որտեղից եք դիտում, արը դեռ չի ծագել Տանզանիայի հյուսիսում գտնվող Էյասի լճի վրա, գիշերվա ընթացքում ջերմաստիճանը իջել է մինչ 15 աստիճան, բայց ոչ ոք չի դժգոհել, ծածկոց չկա, վրան չկա։ Միայն չոր հողի վրա փռված անտիլոպի կաշիներ մինչ լուսաբաց պահպանված ածուխների ջերմությունը, մի տղամարդ վեր է կենում առանց ձայն հանելու, նրա բոբիկ ոտքերը ճանաչում են տեղանքի յուրաքանչյուր քար, յուրաքանչյուր ճյուղ, յուրաքանչյուր բնական թակարդ, նա վերցնում է բաոբաբին հենված աղեղը մեկ առ մեկ ստուգում նետերը, դրանցից 3-ի ծայրերը պատված են սկպչուն նյութով, թույն, տարբերությունը մսով վերադառնալու կամ դատարկաձեռն վերադառնալու միջ։ Ճամբարում տարվա այս եղանակին ապրում է մոտավորապես 25 մարդ, 8 չափահաս տղամարդ, 9 կին, տարբեր տարիքի 6 երեխա, 2 երեց, ովքեր արդեն անցել են 60 տարեկանը, ինչը արտասովոր տարիք է ցանկացած պատմական չափանիշով։ Խրճիթները ժամանակավոր կառույցներ են, որոնք հավաքվում են 2 ժամից պակաս ժամանակում, օգտագործելով հյուսված ճյուղեր չոր խոտ, դրանք փխրուն են թվում, դրանք կարիք չունեն դիմանալու մի քանի շաբաթից ավելի, նախքան խումբը կտեղափոխվի տարածքի մեկ այլ կետ։ Հադզաբեների տարածքը գտնվում է Օլդուվայի կիրճից ընդամենը 50 կիլոմետր հեռավորության վրա, այն վայրը, որը գիտնականներն անվանում են մարդկության օրրան, այնտեղ հայտնաբերվել են մեր ուղղակի նախնիների ամենահին բրածոները, որոնք թվագրվում են գրեթե 2 միլիոն տարի առաջ, հադզաբեները թանգարանի կարիք չունեն դա հասկանալու համար, նրանք կենդանի թանգարան են, նրանց գենետիկան այնքան հին է, որ Հարվարդի հետազոտողները հայտնաբերել են մի անհանգստացնող բան։ Հադզաբեների դնթ-ն ավելի մոտ է Աֆրիկայից հեռացած առաջին բնակչությանը, քան ներկայիս ցանկացած այլ աֆրիկյան խմբի, նրանք բառացիորեն կրում են մարդկային տեսակի օրիգինալ կոդը։ Բայց ինչ է նշանակում ամեն օր արթնանալ իմանալ, որ քո հաջորդ սնունդը կախված է բացառապես մեկ այլ կենդանի էակ գտնելու, հետապնդելու սպանելու քո հմտությունից։ Հադզաբեները սառնարան չունեն, մթերանոց չունեն, արտակարգ իրավիճակների պահուստ չունեն, յուրաքանչյուր լուսաբաց սկսում է մի որոնում, որը կարող է տել ժամեր կամ ավարտվել րոպեների ընթացքում, կախված բախտից, եղանակից, քամու ուղղությունից։ Չորային սեզոնի ընթացքում, հունիսից հոկտեմբեր, կենդանիները կենտրոնանում են մնացած սակավաթիվ ջրային կետերում, դա որսն ավելի կանխատեսելի է դարձնում, անձրների ժամանակ բուսականությունը պայթում է կանաչով, որսը ցրվում է հսկայական տարածքներով։ Բուսական սնունդն ավելանում է, բայց միսը դառնում է ավելի դժվար հասանելի։ Վայրի խոզը ամենաարժեքավոր որսերից մեկն է, տարածաշրջանում ապրում են 2 տեսակ, աֆրիկյան վարազը, Javeli africano, իր բնորոշ կոր ատամներով, որոնք կարող են պատռել չափահաս մարդու միսը, թփուտների խոզը, Porcodomento, ավելի փոքր, բայց նույնքան ագրեսիվ, երբ անկյուն է քշվում, մի չափահաս արու վարազը կարող է կշռել մինչ 150 կիլոգրամ, դա հավասար է 2 հադզաբե տղամարդու քաշին միասին վերցրած, նման կենդանուն աղեղ ու նետով սպանելը ոչ միայն դժվար է, դա պոտենցիալ մահացու է։ Որսորդները դուրս են գալիս 2 կամ 3 հոգանոց խմբերով, հազվադեպ ավելի շատ, աղմուկը թշնամին է, հադզաբեները որսի ժամանակ զարգացրել են գրեթե տելեպաթիկ հաղորդակցություն, նվազագույն ժեստեր, հայացքներ, գլխի շարժումներ, որոնք աննկատ են նրանց համար, ովքեր չգիտեն կոդը, նրանք կարող են ժամեր անցկացնել բացարձակ լռության մեջ, փոշու մեջ հետքեր գտնելով, թարմ արտաթորանքը նույնականացնելով, կարդալով նշաններ, որոնք անտեսանելի կլինեին ցանկացած կողմնակի անձի համար։ Վայրի խոզի հետքը մի ամբողջ պատմություն է պատմում նրան, ով գիտի կարդալ, հետքերի խորությունը ցույց է տալիս կենդանու քաշը, դրանց միջ հեռավորությունը բացահայտում է արագությունը, օրինաչափությունը ցույց է տալիս նա հանգիստ էր քայլում, թե փախչում էր ինչ-որ բանից, թարմ արտաթորանքը հաստատում է, թե որքան ժամանակ առաջ է նա անցել այդ տեղով, հողի վրա դնչի հետքերը ցույց են տալիս, թե որտեղ է կենդանին փորփրել արմատներ կամ միջատներ փնտրելիս։ Փշերի վրա մնացած մազերը բացահայտում են մորթու բարձրությունը գույնը։ Հադզաբեները մշակում են այս տեղեկատվությունը ակնթարթորեն, ինչպես դուք կարդում եք հաղորդագրությունը բջջային հեռախոսով, նրանց համար գետինը մի էկրան է, որը երբեք չի դադարում թարմացվել։
Կարդալու այս ունակությունը միստիկ չէ, դա մանկությունից սկսած ինտենսիվ մարզում է, Հադզաբե տղան ուղեկցում է որսերին դեռս նախքան ճիշտ քայլել իմանալը, մոր մեջքին շալակած, մինչ նա պտուղներ արմատներ է հավաքում որսորդական խմբի մոտակայքում։ Մոտ 3 տարեկանում նա արդեն խաղում է հատուկ իր չափսերով պատրաստված մանրակերտ աղեղներով, 6 կամ 7 տարեկանում նա կարողանում է խփել փոքր թռչունների մոտ հեռավորությունից, 10 տարեկանում նա պատրաստում է իր սեփական նետերը։ Զարգացման յուրաքանչյուր փուլ ուղեկցվում է ավելի փորձառուների անմիջական դիտարկմամբ, ֆորմալ դպրոց գոյություն չունի, ամբողջ տարածքը դասասենյակ է։ Երբ նրանք գտնում են ճիշտ հետքը, հետապնդումը սկսվում է, այն կարող է տել 20 րոպե, կարող է տել 5 ժամ, վայրի խոզը խելացի է կասկածամիտ, վտանգի փոքրագույն նշանի դեպքում նա վազում է դեպի ամենախիտ թփուտները, որտեղ փշերը պատռում են նրան հետել փորձողի մաշկը, որսորդները պետք է կանխատեսեն, թե ուր է գնալու կենդանին, այլ ոչ թե պարզապես հետեն, թե ուր է նա գնացել, սա պահանջում է տարածքի մտերիմ իմացություն, տասնամյակների կուտակված փորձ։ Յուրաքանչյուր ձորակի, յուրաքանչյուր ժայռային կազմավորման բուսականության միջ յուրաքանչյուր բնական միջանցքի հիշողություն։ Հադզաբեների աղեղը ինժեներական զարմանալի գործ է, պատրաստված տեղական փայտից, սովորաբար կոնգորոկո կոչվող ծառերից, այն զարգացնում է մոտավորապես 300 նյուտոն ձգողական ուժ, համեմատության համար, ժամանակակից օլիմպիական աղեղները ստեղծում են մոտ 210 նյուտոն, հադզաբեների աղեղն ավելի հզոր է, քան միջազգային մրցումներում օգտագործվող սարքավորումները, գիտական հետազոտությունները չափել են նետերի արագությունը, վայրկյանում 45 մետր, հադզաբեների նետը օդը ճեղքում է ավելի արագ, քան պրոֆեսիոնալ թենիսի գնդակների մեծ մասը։ Բայց կոպիտ ուժը բավարար չէ, երբ քո թիրախը կարող է քեզ սպանել ի պատասխան։ Ահա թե որտեղ է հայտնվում թույնը։ Հադզաբեները հիմնականում օգտագործում են երկու բույս իրենց մահացու տոքսինները պատրաստելու համար։ Առաջինը էդենիում աբզեմն է, որը հայտնի է որպես անապատի վարդ, երկրորդը ստրոփենտես-էմենեինն է։ Երկուսն էլ պարունակում են սրտային գլիկոզիդներ, նյութեր, որոնք անմիջականորեն միջամտում են սրտի աշխատանքին, երբ նետը թափանցում է կենդանու մսի մեջ, թույնը մտնում է արյան հոսքի մեջ, սկզբում գալիս է թուլությունը, հետո ապակողմնորոշումը։ Կենդանին սկսում է երերալ, կարծես հարբած լինի, վերջապես սիրտը կանգ է առնում։ Ժամանակը տատանվում է, կախված որսի չափսերից, փոքր թռչունը կարող է սատկել վայրկյանների ընթացքում, 100 կիլոգրամանոց վայրի խոզը կարող է դիմանալ 1 ժամից ավելի, այդ ընթացքում որսորդները հետում են վիրավոր որսին, դիտելով առաջընթաց թունավորման նշանները, նրանք հստակ գիտեն, թե երբ է հետքը սկսում դառնալ անկանոն, երբ է կենդանին կանգ առնում ավելի հաճախ հանգստանալու համար, երբ է պատրաստվում ընկնել։ Թույնի պատրաստումը մի ծիսակարգ է, որը պահանջում է ճշգրտություն, ծայրահեղ զգուշություն։ Տղամարդիկ հավաքում են բույսերի հատուկ մասերը, սովորաբար անապատի վարդի մսոտ բունը, որը պարունակում է տոքսինների ամենաբարձր կոնցենտրացիան։ Նրանք ծեծում են փայտը մինչ միջուկ դառնալը, եռացնում են ջրի մեջ, մինչ հեղուկը գոլորշիանա մնաս ու մածուցիկ նյութ, այս մածուկը քսվում է նետերի ծայրերին, մետաղական ծայրակալից անմիջապես ներք, երբեք հենց ծայրակալին, սա թույլ է տալիս, որ նետը սկզբում թափանցի, ստեղծելով վերքը, միայն դրանից հետո թույնը շփվի արյան հոսքի հետ։ Հակաթույն գոյություն չունի, հադզաբե երեխան վաղ տարիքից սովորում է երբեք չխաղալ թունավորված նետերի հետ, որոնք ցրված են ճամբարում, պատահական քերծվածքը կարող է մահացու լինել, տղամարդիկ թույնի հետ վարվում են հարգանքով, որը սահմանակցում է երկրպագությանը, նախքան արկերի վրա քսելը, ոմանք համտեսում են վիրավոր որսի արյան փոքր կաթիլները, ինտենսիվությունը չափելու համար, որքան դառն է, այնքան ուժեղ է ազդեցությունը, դա էմպիրիկ գիտություն է, զտված հազարավոր տարիների փորձերի սխալների միջոցով։ Մտածեք, թե ինչ է սա նշանակում կուտակված գիտելիքների առումով, որսորդների սերունդներ, որոնք փորձարկում են տարբեր բույսեր, դիտարկելով արդյունքները, կարգավորելով դեղաչափերը, մշակելով արդյունահանման տեխնիկան, այս ամենը առանց գրի, առանց լաբորատորիայի, առանց որևէ ֆորմալ գրանցման, գիտելիքը փոխանցվում է հորից որդուն անմիջական պրակտիկայի միջոցով։ Հադզաբե տղան սկսում է ուղեկցել որսերին մոտ 5 տարեկանում, 10 տարեկանում նա արդեն պատրաստում է իր սեփական աղեղը։ 15-ում ակտիվորեն մասնակցում է արշավներին, 20 տարեկանում նա համարվում է կայացած որսորդ։
Աֆրիկյան վարազը ներկայացնում է վերջնական փորձությունը, ի տարբերություն ավելի փոքր որսերի, որոնք փախչում են վտանգի առաջին նշանի դեպքում, վայրի խոզը կարող է որոշել հարձակվել, նրա ստորին ատամները շարունակաբար աճում են սրվում վերինների դեմ, ձավորելով բնական սայրեր, որոնք ընդունակ են բացել խորը վերքեր, ուղղակի հարձակումը ոտքերին կարող է տապալել մարդուն նրան խոցելի թողնել հաջորդ հարվածների համար, փորձառու որսորդները կրում են սպիներ, որոնք պատմում են գրեթե մահացու հանդիպումների մասին։ Վարազների համար նախընտրելի տեխնիկան ներառում է գիշերային դարանակալումը, չորային սեզոնի ընթացքում կենդանիները ջուր խմելու կարիք ունեն, մնացած սակավաթիվ ջրհորները դառնում են պարտադիր հանդիպման վայրեր։ Հադզաբեները նույնականացնում են այդ վայրերը դիրքավորվում շուրջը, լիովին անշարժ, սպասելով որսի հայտնվելուն, նրանք կարող են ամբողջ գիշեր անցկացնել ժայռերի արանքում կծկված, դիմանալով ցրտին, մոծակներին, կարիճներին։ Լռությունը բացարձակ է, ցանկացած աղմուկ կարող է զգուշացնել խոզին հարյուրավոր մետրեր հեռավորությունից, որսորդները վերահսկում են նույնիսկ շնչառությունը, դանդաղ ներշնչելով քթով, անձայն արտաշնչելով կիսաբաց բերանով, փոքրագույն հազը։ Մարմնի ծանրության տակ ճյուղի փոքրագույն ճռճռոցը նշանակում է սպասման վատնված ժամեր, որոշ վետերաններ կարողանում են մնալ նույն դիրքում ավելի քան 6 ժամ անընդմեջ, առանց շարժվելու, դա ֆիզիկական մտավոր կարգապահություն է, որին քիչ ժամանակակից մարզիկներ կկարողանային հավասարվել։ Երբ խոզը վերջապես մոտենում է խմելու, որսորդն ունի ընդամենը վայրկյաններ նշան բռնելու կրակելու համար, իդեալական հեռավորությունը 15-ից 30 մետր է, ավելի մոտ լինելը վտանգում է հայտնաբերվել կենդանու սուր հոտառության կողմից։ Ավելի հեռուն վտանգում է ճշգրտությունը, լուսնի լույսը երբ կա, օգնում է նշան բռնելուն, ամենամութ գիշերներին որսորդները հիմնվում են գրեթե բացառապես լսողության վրա, որսի տեղը որոշելու համար, մկանային հիշողության վրա, կրակոցը դիպուկ անելու համար։ Եթե առաջին նետը դիպչում է թիրախին, սկսվում է սպասումը, եթե վրիպում է, վարազը անհետանում է մթության մեջ, դիրքավորման ժամերը կորչում են, հաջողության մակարդակը մեծապես տատանվում է։ Վետերան որսորդները դիպուկ են խփում 10-ից մոտ 7 կրակոց միջին հեռավորություններից, երիտասարդները, ովքեր դեռ մարզվում են, կարող են վրիպել կեսից ավելին, մեկի մյուսի մեջ տարբերությունը հաճախ որոշում է, ճամբարը մի սկուտի, այդ շաբաթ, թե կգոյատի միայն արմատներով, պտուղներով։ Ինչպես է հնարավոր, որ մի ժողովուրդ ապրի այսպես 50 հազարամյակ, մինչդեռ մնացած ողջ մարդկությունը արմատապես փոխվել է։ Պատասխանը աշխարհագրության մեջ է, Էյասի լիճը զբաղեցնում է ավելի քան 1000 քառակուսի մետր տարածք Ռիֆտի հովտի իջվածքում, շրջապատված հրաբխային զառիթափերով անհարթ տեղանքով, դարեր շարունակ այս բնական պատնեշը պաշտպանել է հադզաբեներին զավթիչներից։ Երբ 19-րդ դարի վերջին եկան գերմանացի գաղութարարները, հադզաբեները պարզապես թաքնվեցին, երբ առաջին համաշխարհային պատերազմից հետո բրիտանացիները ստանձնեցին իշխանությունը, փորձեցին ստիպել նրանց նստակյաց դառնալ մշակել հողը, նրանք ձախողվեցին։ Երբ անկախ Տանզանիայի կառավարությունը հողեր գյուղատնտեսական գործիքներ առաջարկեց, հադզաբեները քաղաքավարի ընդունեցին, մի քանի շաբաթից ամեն ինչ լքեցին, վերադարձան թփուտները։ Սա չի նշանակում, որ նրանք ապրում են ժամանակակից աշխարհից մեկուսացված, հադզաբեները դարեր շարունակ արտուր են անում հարան ցեղերի հետ, փոխանակում են կաշին միսը իրենց նետերի համար մետաղական ծայրակալների հետ։ Սկզբնապես նրանք օգտագործում էին ոսկոր կամ քար, անցումը մետաղին տեղի է ունեցել աստիճանաբար, հավանաբար վերջին 200 տարվա ընթացքում, այսօր ծայրակալները պատրաստվում են մեծ մեխերից կամ մետաղական ջարդոնից, սառը կրման միջոցով, մինչ ստացվի ցանկալի սայրը, դա գործնական հարմարեցում է, որը հիմնովին չի փոխել կյանքի ձ. Աղեղի լարը նույնպես փոխվել է, նախկինում պատրաստված կենդանիների ջլերից, այժմ հաճախ օգտագործվում է արտրային նեյլոն, որը ձեռք է բերվում հարան գյուղատնտեսական ցեղերի հետ փոխանակման միջոցով, ինչպիսիք են դատոգաները։ Նեյլոնն ավելի երկար է դիմանում, ավելի լավ է դիմակայում խոնավությանը, հադզաբեները հակասություն չեն տեսնում ժամանակակից նյութեր ընդունելու մեջ, եթե այն ավելի լավ է աշխատում, նրանք օգտագործում են այն, ինչից նրանք չեն հրաժարվում, հիմնարար սկզբունքն է, որսալ, հավաքել, կիսվել, ազատ տեղաշարժվել, առը բարձր է, երբ որսորդների խումբը վերադառնում է ճամբար, 3 տղամարդ, մոտ 40 կիլոգրամանոց մի թփուտների խոզ, կախված մի ճյուղից, որը նրանցից երկուսը կրում են ուսերին։ Երրորդը գալիս է հետից, հսկելով, արյունը դեռ հոսում է կենդանու կողքի վերքից, նետը մտել է թիակի հետից, ծակելով թոքը, թույնը արել է մնացածը, պահանջվել է 1 ժամից մի փոքր ավելի, որպեսզի խոզը վերջնականապես ընկնի։ Ճամբարը անմիջապես շարժման մեջ է մտնում, կանայք պատրաստում են կրակը, մինչ տղամարդիկ սկսում են մշակել դիակը, մասնագիտացված մսագործ գոյություն չունի, յուրաքանչյուր չափահաս տղամարդ գիտի, թե ինչպես մասնատել կենդանուն։
Առաջին կտրվածքը հեռացնում է կաշին, որը կձգվի կչորացվի հետագա օգտագործման համար, այն կարող է դառնալ պայուսակ, պատյան նետերի համար կամ փոխանակման նյութ հարան ցեղերի հետ, երկրորդը բացում է որովայնի խոռոչը, օրգանները հանելու համար։ Աղիքները դատարկվում մաքրվում են, ստամոքսը կօգտագործվի որպես տարա ջրի կամ ճարպի համար, ոչինչ չի վատնվում, բացարձակապես ոչինչ, նույնիսկ ոսկորներն ունեն օգտակարություն, կամ որպես գործիքներ, կամ որպես հումք այլ իրերի համար։ Ամբողջ գործընթացը տում է 1 ժամից պակաս, երբ կատարվում է փորձառու ձեռքերով, երեխաները հետում են յուրաքանչյուր շարժմանը, յուրացնելով տեխնիկաները, որոնք կօգտագործեն իրենց ողջ կյանքի ընթացքում, 8 տարեկան աղջիկն արդեն գիտի, թե որ մասերն են ուտելի անմիջապես, որոնք ունեն հատուկ պատրաստման կարիք, 10 տարեկան տղան կարողանում է նույնականացնել հիվանդ օրգանները, որոնք կարող են աղտոտել միսը։ Այս գործնական անատոմիական գիտելիքը գերազանցում է զարգացած երկրների կենսաբանության շատ ուսանողների գիտելիքներին։ Մսի բաշխման մեջ գոյություն ունի հիերարխիա, որ սորտները, ովքեր փաստացի սպանել են կենդանուն, իրավունք ունեն որոշակի մասերի, որոնք համարվում են հատուկ, սիրտը, երիկամները, լյարդը, լեզուն, սեռական օրգանները, այս բաժինները կոչվում են էպեմ, տերմին, որը նշանակում է այն չափահաս տղամարդկանց, ովքեր արդեն մեծ որս են սպանել, երիտասարդ հատզաբեն դառնում է էպեմ միայն իր առաջին մեծ որսից հետո, սովորաբար դա տեղի է ունենում մոտ 20 տարեկանում։ Մինչ այդ նա չի կարող մասնակցել ծիսական ճաշերին, որտեղ սպառվում են այդ ազնիվ մասերը։ Բայց մնացած միսը պատկանում է բոլորին, բառացիորեն բոլորին, սննդի նկատմամբ անհատական սեփականության հասկացություն գոյություն չունի, խմբի ամենահմուտ որսորդը ստանում է նույն բաժինը, ինչ ամենաանշնորհքը, նորածին երեխան ունի նույն իրավունքը, ինչ ամենահարգված երեցը, կիսվելու այս արմատական համակարգն է, որ պահպանում է սոցիալական համախմբվածությունը հազարամյակներ շարունակ, ոչ ոք չի կուտակում, ոչ ոք սոված չի մնում, մինչ մյուսը չափից շատ է ուտում, անհավասարությունը պարզապես իմաստ չունի, երբ քո գոյատումը ուղղակիորեն կախված է համագործակցությունից։ Դիտեք, թե ինչ է տեղի ունենում, երբ միայնակ որսորդը կարողանում է որսալ հատկապես մեծ կենդանի, օրինակ, գոմեշ կամ ընձուղտ, նման չափի կենդանիները ապահովում են բավարար միս 30 հոգու մի քանի օր կերակրելու համար։ Բայց հատզաբեները չունեն այդ ավելցուկը պահպանելու միջոց, նրանք չունեն բավարար միսը աղ դնելու համար, չունեն տարաներ, պատշաճ կերպով ապխտելու համար, այդ դեպքում ինչ են անում, ամբողջ ճամբարը տեղափոխում են դիակի մոտ, ուտում են այն ամենը, ինչ կարող են առաջին օրերին, կիսվում են հարան խմբերի հետ, որոնք հայտնվում են լուրից դրդված, եւ երբ միսը վերջանում է, շարժվում են առաջ։ Այս քոչվորությունը անկանոն չէ, հատզաբեները ճանաչում են իրենց տարածքը այնպես, ինչպես դուք ճանաչում եք ձեր տունը, հստակ գիտեն, թե որտեղ գտնել ջուր յուրաքանչյուր սեզոնին, որ ծառերն են պտուղ տալիս որ ժամանակին, որտեղ են խոզերը սովորաբար պատսպարվում օրվա շոգին, որտեղ են մեղուները կառուցում իրենց փեթակները բաոբաբների փչակներում, լանդշաֆտի այս մտերիմ իմացությունը փոխանցվում է բանավոր պատմությունների անմիջական փորձի միջոցով։ Մեղրի հետ կապը հատկապես հիացնող է, հատզաբեները զարգացրել են եզակի գործընկերություն մի թռչունի հետ, որը կոչվում է մեծ մեղրացույց, տեղական անվանումը մեղրի ուղեցույց, թռչունը կարողանում է գտնել մեղվի փեթակները, բայց չի կարողանում հասնել մոմին թրթուրներին, որոնք ցանկանում է ուտել, մարդիկ կարողանում են բացել փեթակները, բայց դժվարանում են դրանք գտնել խիտ բուսականության մեջ, լուծումը՝ միջտեսակային համագործակցություն։ Թռչունը կանչում է որսորդներին հատուկ երգով, տղամարդիկ պատասխանում են սուլոցներով, ուղեցույցն այնուհետ թռչում է ծառից ծառ, միշտ կանգ առնելով ստուգելու համար, թե արդյոք մարդիկ հետում են, երբ հասնում է փեթակին, նստում է սպասում։ Հատզաբեները բարձրանում են բաոբաբի վրա, օգտագործելով բնի մեջ խփված ցցերը որպես աստիճաններ, ծխով հեռացնում են մեղուներին, հավաքում են մեղրը մոմի ու թրթուրների մի մասը թողնում թռչունին, երկուսն էլ շահում են։ Այս գործընկերությունը գոյություն ունի բավականաչափ երկար ժամանակ, որպեսզի վարքագիծը գենետիկորեն կոդավորվի թռչունի մեջ, այն վարժեցված չէ, այն բնազդ է, ձևավորված հազարավոր սերունդների համակեցությամբ։ Մեղրը կարող է կազմել հատզաբեների սննդակարգի մինչ 20%-ը տարվա որոշակի ժամանակահատվածներում, հարուստ կալորիաներով, շաքարներով, ֆերմենտներով, այն ապահովում է արագ էներգիա բնության մեջ կյանքի ֆիզիկական պահանջների համար, բայց ի տարբերություն մսի, մեղրը ունի նա հատուկ սոցիալական չափում, հատկապես առատ փեթակ գտնելը տոնակատարության առիթ է, հայտնաբերողը ստանում է ժամանակավոր հեղինակություն, թե բերքը հավասարապես բաժանվում է։ Դուք կարող եք մտածել, որ մշտական որսի այս կյանքը դաժանորեն հոգնեցուցիչ է, գիտական տվյալները այլ պատմություն են պատմում։
Դյուկի համալսարանի հետազոտողները տարիներ են անցկացրել չափելով հացզաբեների կալորիականության ծախսը վերջին սերնդի սարքավորումներով, արդյունքը ցնցեց գիտական հանրությանը, չնայած օրական միջինը 6-ից 15 կիլոմետր քայլելուն կրելով աղեղներ, նետեր, սպանված որս երեխաներ, հացզաբեները ծախսում են մոտավորապես նույնքան օրական կալորիա, որքան նստակյաց մեծահասակները արդյունաբերական երկրներում, մարդու մարմինը հարմարվում է, որքան ավելի ակտիվ եք կանոնավոր կերպով, այնքան ավելի արդյունավետ է դառնում ձեր նյութափոխանակությունը, որքան շատ եք անշարժ մնում, այնքան շատ կալորիա է ձեր մարմինը վատնում հիմնական ֆունկցիաները պահպանելու փորձի վրա։ Սա հերքում է այն տարածված պատմությունը, թե մեր նախնիները ապրել են դժվար կյանքով, մինչ մենք հնարեցինք քաղաքակրթությունը, հացզաբեները աշխատում են զգալիորեն ավելի քիչ ժամեր օրական, քան ժամանակակից աշխատողների միջին ցուցանիշը։ Նրանց առավոտները նվիրված են որսին կամ հավաքչությանը, նրանց կեսօրները հաճախ ներառում են հանգիստ, սոցիալականացում, գործիքների պատրաստում, չկա արտադրողականություն պահանջող պետ, չկա աշխատանքային գրաֆիկ, չկա հանգստյան օր, որովհետև չկա աշխատանքային շաբաթ, որից պետք է հանգստանալ։ Սոցիալական կառուցվածքը արմատապես հավասարարական է, ֆորմալ առաջնորդ գոյություն չունի, որոշումները կայացվում են ոչ ֆորմալ կոնսենսուսով, եթե ինչ-որ մեկը համաձայն չէ խմբի ընտրության հետ, պարզապես հեռանում է միանում մեկ այլ ճամբարի, պատիժ չկա, վիրավորանք չկա, հոսունությունը կատարյալ է, ամուսնությունները տեղի են ունենում առանց ֆորմալ արարողության, ամուսնալուծությունները նույնպես, երեխաները պատկանում են համայնքին նույնքան, որքան կենսաբանական ծնողներին, ցանկացած չափահաս կարող է կարգապահության ենթարկել կամ կերակրել ցանկացած երեխայի։ Հիերարխիայի այս բացակայությունը շփոթեցնում է արտաքին դիտորդներին, ովքեր սովոր են իշխանության հստակ կառույցների, ով է որոշում, թե երբ է ճամբարը տեղափոխվում, բոլորը ոչ ոք, ինչ-որ մեկը ենթադրում է, որ ներկայիս տարածաշրջանում որսը սակավ է։ Մյուսները համաձայնում են կամ առարկում, զրույցը շարունակվում է այնքան ժամանակ, մինչ ի հայտ է գալիս մի ուղղություն, որն ընդունում է մեծամասնությունը, նրանք, ովքեր համաձայն չեն, կարող են այնուամենայնիվ հետել խմբին կամ մեկնել միայնակ։ Ֆորմալ քվեարկություն չկա։ Որոշումներ պարտադրելու լիազորություն չկա, համախմբվածությունը բխում է գործնական փոխկախվածությունից, այլ ոչ թե օրենքներից կամ պատիժներից։ Կոնֆլիկտները երբ տեղի են ունենում, հազվադեպ են վերածվում ֆիզիկական բռնության, հացզաբե հասարակության մեջ ամենահզոր զենքը հեղինակությունն է, տղամարդը, ով պատշաճ կերպով չի կիսում իր որսը, ով ստում է իր հմտությունների մասին, ով վատ է վերաբերվում թույլերին, աստիճանաբար կորցնում է մյուսների հարգանքը, մարդիկ դադարում են ցանկանալ որսի գնալ նրա հետ, կանայք խուսափում են հարաբերություններից, մի միջավայրում, որտեղ համագործակցությունը բառացիորեն կյանքի կամ մահվան հարց է, խմբի կողմից վատ ընկալվելը հավասարազոր է աքսորի դատավճռի։ Այս հոսունությունը տարածվում է հենց ցեղային ինքնության վրա, հացզաբեները չունեն ծագման առասպել, որը նրանց կբաժաներ այլ ժողովուրդներից, դարերի ընթացքում նրանք ներառել են անհատների հարան ցեղերից, ովքեր նախընտրել են որդեգրել իրենց կյանքի ձ. Երաշտից կործանված հողագործներ, հովիվներ, ովքեր կորցրել են իրենց հոտերը, նույնիսկ այլ տարածաշրջանների հակամարտություններից փախածներ, եթե դու ապրում ես որպես հացզաբե, որսում ես որպես հացզաբե, խոսում ես լեզվով հետում ես սովորույթներին, դու հացզաբե ես։ Կենսաբանությունը ավելի քիչ նշանակություն ունի, քան պրակտիկան։ Հացզանե, հեդզեն, լեզուն հավանաբար աշխարհում դեռս խոսվող ամենահին լեզուներից մեկն է, այն պարունակում է չխկացող հնչյուններ, որոնք գրեթե գոյություն չունեն ոչ մի այլ լեզվում Աֆրիկայի հարավից դուրս, որտեղ կոյսան, ֆսն։ Ժողովուրդները օգտագործում են նմանատիպ համակարգ, բայց լեզվաբանական վերլուծությունները հաստատում են, որ հացզանեն ազգակցական կապ չունի կոյսան լեզուների հետ, այն մեկուսացված է, մի մասունք այն ժամանակներից, երբ մարդկային լեզվական բազմազանությունը անհամեմատ ավելի մեծ էր, քան այսօր։ Վայրի խոզի համար այս ամենը նշանակություն չունի, կենդանին չգիտի, որ իրեն հետապնդում է մարդկային նախապատմության հետ վերջին ուղղակի օղակը, չգիտի, որ նետը, որը հարվածում է իրեն, կրում է թույն մշակված ավելի շատ սերունդների ընթացքում, քան ցանկացած ժամանակակից դեղամիջոց, չգիտի, որ իր միսը կբաժանվի արդարության սկզբունքներով, որոնք արմատյան փիլիսոփաները դեռ փորձում են սահմանել տեսության մեջ, խոզը պարզապես փախչում է, թաքնվում, ի վերջո ընկնում։ Իսկ հացզաբեները պարզապես շարունակում են։ Բայց որքան ժամանակ դեռ։ Վերջին 50 տարիների ընթացքում հացզաբեների տարածքը կրճատվել է 90%-ով, ֆերմերները զբաղեցրել են բերրի հարթավայրերը, դատոգա հովիվները բերել են հազարավոր գլուխ անասուններ, որոնք մրցակցում են վայրի ֆաունայի հետ ջրի արոտավայրերի համար։ Սոխի պլանտացիաները տարածվել են Էյասի լճի ափերին, որսորդական տարածքները վերածելով ոռոգվող գյուղատնտեսական դաշտերի, յուրաքանչյուր հեկտար, որը վերածվում է գյուղատնտեսության, մի հեկտար պակաս է որսի համար, յուրաքանչյուր հոտ, որն անցնում է
Վախեցնում է պոտենցիալ որսին յուրաքանչյուր հորատված հոր ոռոգման համար չորացնում է բնական աղբյուրները, որոնցից կախված են կենդանիները։ Ճնշումը հաստատուն է գալիս է բոլոր ուղղություններից, հյուսիսից Սերենգետի ազգային պարկի Նգորոնգորո խառնարանի հետ կապված զբոսաշրջային ընդլայնումը գրավում է ենթակառուցվածքային ներդրումներ, որոնք մասնատում են բնակավայրը, հարավից, գյուղատնտեսական ցեղերը, ինչպիսիք են Իսանզուները, Էսենձու, աստիճանաբար առաջ են շարժվում, փնտրելով նոր մշակելի հողեր, արևելքից Դատոգա հովիվները կարիք ունեն ավելի ու ավելի մեծ արոտավայրերի իրենց աճող հոտերի համար։ Հադզաբեները բառացիորեն սեղմված են մնում մեջտեղում։ Հեգնանքը դաժան է, հադզաբեները 50 հազարամյակ ապրում են այս տարածաշրջանում, երբեք չսպառելով դրա ռեսուրսները, երբեք չեն հատել անտառները, երբեք չեն աղտոտել, երբեք չեն ոչնչացրել տեսակներ, նրանց էկոլոգիական հետքը փաստացի զրոյական է։ Իսկ հիմա նրանք մղվում են դեպի լուսանցք այնպիսի ժողովուրդների կողմից, որոնց կործանարար գործելակերպը պահանջում է մշտական տարածքային ընդլայնում, փոխհատուցելու արդեն զբաղեցրածի սպառումը։ Տանզանիայի կառավարությունը ճանաչել է հադզաբեների ֆորմալ տարածքային իրավունքները 2011 թվականին, երաշխավորելով ավելի քան 20,000 հեկտար Յայդա-Չինի տարածաշրջանում, դա կարևոր, բայց անբավարար հաղթանակ էր։ Երաշխավորված տարածքը ներկայացնում է մի փոքր մասն այն ամենի, ինչ նրանց նախնիները ազատորեն անցնում էին, եւ նույնիսկ այս պաշտոնական սահմանների ներսում ներխուժումը շարունակվում է, հովիվները անտեսում են սահմանները։ Հրազենով որսագողերը ոչնչացնում են որսի պոպուլյացիաները։ Վերահսկողությունը թույլ է, երբ այն ընդհանրապես գոյություն ունի։ Որոշ հադզաբեներ լքել են ավանդական կյանքը, աշխատում են հարամ ֆերմաներում նվազագույն աշխատավարձով, վաճառում են ձեռագործ աշխատանքներ զբոսաշրջիկներին, ովքեր գալիս են օթորակիչներով ջիպերով, լուսանկարվում են թեյավճարի դիմաց, նրանք սովորել են, որ արտաքին աշխարհը գնահատում է իրենց տարբերությունը որպես ներկայացում ավելի շատ, քան որպես օրինական կյանքից շատ երիտասարդների համար հագուստի, բջջայինների մոտոցիկլետների գայթակղությունը ավելի ուժեղ է, քան բնության կանչը։ Այսօր գոյություն ունեցող 1300 հադզաբեներից միայն 300-ից 400-ն են դեռս ապրում բացառապես որսորդությամբ հավաքչությամբ, հենց նրանք են, ովքեր արթնանում են լուսաբացից առաջ, ստուգում են իրենց թունավորված նետերը դուրս են գալիս վայրի խոզերի որոնման, առանց հաջողության որե երաշխիքի, հենց նրանք են, ովքեր քնում են աստղերի տակ, կիսում են սննդի յուրաքանչյուր կտորը տեղափոխում իրենց ճամբարները ըստ սեզոնների, հենց նրանք են, ովքեր պահպանում են գիտելիքներ, որոնք ոչ մի գիրք երբե պատշաճ կերպով չի գրանցել։ Հադզաբեները չեն կուտակում ապրանքներ, որովհետև կարիք չունեն որե մեկին որե բան ապացուցելու, սնունդ չեն պահում, որովհետև վստահում են, որ հողը միշտ առաջարկում է, մշտական տներ չեն կառուցում, որովհետև տեղաշարժի ազատությունը ավելի թանկ է, քան պատերը։ 10,000 սերունդ շարունակ այս ժողովուրդը դիմակայել է կայսրություններին, գաղութարարներին, միսիոներներին, կառավարություններին, որոնք փորձել են նրանց վերածել հողագործների, քրիստոնյաների, բարեկիրթ քաղաք ացիների, բոլորը ձախողվեցին։ Թերս այն, ինչ ամենաշատն է անհանգստացնում ժամանակակից աշխարհին հադզաբեների մեջ, ոչ թե նրանց նյութական աղքատությունն է, այլ այն փաստը, որ նրանք թվում են անկեղծորեն երջանիկ առանց այն ամենի, ինչ մենք համարում ենք էական։ Դյուկի համալսարանի գիտական հետազոտությունները հաստատել են մի անհանգստացնող բան։ Չնայած ամեն օր կիլոմետրեր քայլելուն որսի հավաքչության համար, հադզաբեները ծախսում են նույնքան կալորիա, որքան օթորակիչներով գրասենյակներում նստած մարդիկ, մարդու մարմինը հարմարվում է, այն, ինչ չի հարմարվում, ավելորդ հարմարավետությունից խեղդված հոգին է։ Հաջորդ անգամ, երբ գիշերվա ժամը 3-ին կբացեք լիքը սառնարանը, դժգոհելով, որ ուտելու ոչինչ չկա, հիշեք։ Կա մի ժողովուրդ, որն արթնանում է արից առաջ, բոբիկ քայլում է քարերի վրայով, դիմակայում է օձերին ու կարիճներին, բույսերից թույն է պատրաստում, ժամերով հետապնդում է վայրի խոզերին, այնուամենայնիվ յուրաքանչյուր ուտեստ համարում է կիսված օրհնություն։ Հադզաբեները անցյալի մասունքներ չեն, նրանք մի հայելի են, որը ցույց է տալիս, թե որքան ենք կորցրել, մինչ ձեռք էինք բերում։